Շարունակվում է առավոտ լուսոնսիելի հեռուստադիտողներ, այս ընթացքում հասցրեցինք ու խոսեցինք բազմաթիվ թեմաների մասին, անդրադառնալով ամենատարբեր ոլորտներին, բայց դեռ չենք խոսել առողջության մասին։ Եվ խոսելով առողջության մասին, մենք անդադար խորհուրդ ենք տալիս հետազոտվել, կանխարգելել տարբեր հիվանդություններ, բայց այս անգամ բացահայտումներ ենք անելու մեր հյուրի հետ, որովհետև խոսելու ենք ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի, մարդու գենոմի վերծանման կարևորության մասին, թե ինչ կարելի է իմանալ մեր մասին, եթե վերծանենք մեր ԴՆԹ-ն, իմանանք հենց հիմա մեր տաղավարում է Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանը, ողջույն։ Ողջույն։ Ուրախ եմ առավոտը սկսել ձեզ հետ եւ խոսել այս շատ կարևոր, շատ գաղտնիքներով լի թեմայի մասին։ Նմանապես։ Թեման սկսենք երևի բացատրելով, թե ինչով են իրարից տարբերվում ԴՆԹ-ն եւ ՌՆԹ-ն եւ որը ինչ կարևորություն ունի, ինչ գաղտնիքներ է տիրապետում մարդու մասին։ ԴՆԹ-ն երևի ավելի շատ են լսում այդ բառը մարդիկ։ Եվ ավելի հայտնի է։ Հա, ավելի հայտնի է։ ՌՆԹ-ն էլ բավականին արժանի է այդ բանի парքին, բայց ինչ որ պատճառներով ՌՆԹ-ի մասին ավելի քիչ են խոսում։ Մենակ այս վերջերս կորոնավիրուսի ժամանակ, որ ՌՆԹ պատվաստանյութերը դուրս եկան, իսկ թվում է այդ ժամանակ դարձան մի քիչ հայտնի։ ԴՆԹ-ն մեր գենետիկական ինֆորմացիան կրող նյութն է։ Մեր մարմինը կազմված է բազմաթիվ բջիջներից եւ ամեն բջջի ներսում կա կորիզ եւ ամեն կորիզի ներսում կա ԴՆԹ-ի երկպարույրը, հա։ Ու ինքը ինֆորմացիա է պարունակում նրա մասին, թե ինչպիսին մենք պետքա լինենք։ Ինչ հնարավոր, օրինակ, հասակ կարող ենք ունենալ, ինչ մազերի գույն, աչքի գույն եւ այլն, ու նույնիսկ ինչ ռիսկեր կարող ենք ունենալ տարբեր հիվանդությունների զարգացման։ Ինքը տարերի հաջորդականությունը, հա, եթե պատկերացնենք sense երկար ու լունգ, ամեն հատիկը, հա, մի տառ, ու այդպես 3 միլիարդ տառ։ 3 միլիարդ տառ, որի մեջ պարունակվում է ինֆորմացիա մեր գեների մասին։ Հա, գեն բառը մենք շատ ենք օգտագործում, իրականում ԴՆԹ-ի այդ 3 միլիարդ տառերի հաջորդականության մեջ մոտավորապես 3%-ը կոդավորում է ինչ-որ գեն։ Եթե պատկերացնենք, որ ԴՆԹ-ն մի նախադասություն կամ մի տեքստ է, հա, բանի մեջ, դասագրքի կամ ինչ-որ գրքի մեջ, ապա գեները բառերն են, հա, ամեն մի բառ ինչ-որ բան է նշանակում, ու հետո իրար հետ մենք կառուցում ենք ինչ-որ նախադասություն կամ ինչ-որ տեքստ։ Բայց ԴՆԹ-ն ուղղակի գտնվում է կորիզում, որպեսզի ԴՆԹ-ի ինֆորմացիան մեր բջիջները կարողանան կարդալ եւ դառնան օրինակ այն մկանային բջիջը, որ մեզ օգնում է շարժվել, այն մաշկի բջիջը, որ պաշտպանում է մեզ, այն նյարդային բջիջը, որ մեզ օգնում է մտածել, ամեն մի բջիջ ունի հնարավորություն ԴՆԹ-ի այդ ինֆորմացիան կարդալու եւ սինթեզելու սպիտակուցներ։ Հա, ու ինչպես է նա դա անում, եթե պատկերացնենք, օրինակ գիրք կա, նորից այդ ԴՆԹ-ն ամեր, մենք մտնում ենք գրադարան եւ ուզում ենք գիրքը տուն տանել, որպեսզի տանը ընթերցենք, բայց տուն տանել չի կարելի, թանկանոց գիրքը, ասենք, չգիտեմ, մատենադարանում։ Պետք է կարդալ այնտեղ։ Հա, մենք ինչ ենք անում, բայց չենք հասցնի այնտեղ կարդանք։ Մենք բան ենք անում, պատճենավորում ենք։ Հա, ուրիշ թղթի վրա պատճենում ենք, նույն տեքստը ունենում ենք ուրիշ թղթի վրա եւ այդ տեքստը տանում ենք տուն եւ տանը ընթերցում ենք։ Հիմա ՌՆԹ-ն այդ մեր պատճենն է։ ՌՆԹ-ն իր կառուցվածքով շատ նման է ԴՆԹ-ին, ուղղակի երկպարույր չի, մի շղթա է, ինչ որ մոլեկուլային տարբերություններ կան, բայց ընդհանուր առմամբ, եթե մենք մեզ հետաքրքիր է կոնկրետ մի գենը, որը գտնում է ԴՆԹ-ի կոնկրետ հատվածում մեկ բառը, ու կոդավորում է մի պրոտեինի սպիտակուցի կառուցվածք, մենք պարզապես այդ հատվածը պատճենում ենք ՌՆԹ-ի մեջ, հետո ՌՆԹ-ն դուրս է գալիս կորիզից եւ ՌՆԹ-ի հիման վրա սինթեզվում են այն սպիտակուցները, որոնք արդեն ապահովում են բջջի հիմնական գործունեությունը։ Այսինքն բջջի գործունեությունը ապահովում է այն մոլեկուլներով, որ կան այդ բջջի մեջ։
Երբեք այսպես պատկերավոր չէի լսել DNT-ի եւ RNT-ի տարբերության մասին, մասնավորապես գրքերի օրինակով, բայց վերջին շրջանում նաեւ շատ տարածված են եւ շատ ավելի ակտիվ են մարդիկ տարբեր հետազոտություններով փորձում հասկանալ իրենց գեները, իրենց DNT-ն հետազոտում են, որպեսզի նաեւ տարատեսակ հիվանդություններ հասկանան, թե որքանով է իրենց օրգանիզմը հակված այդ հիվանդությունները գուցե ոչ հիմա, ապա հետագայում ունենալուն եւ ինչ կարող ենք բացահայտել, ինչպիսի լուրջ կանխատեսումներ կարող ենք անել հետազոտելով մեր DNT-ն։ Իրականում քանի գնում տարածվում է, նույնիսկ ես մի շաբաթ առաջ արդեն Մեծ Բրիտանիայի նորություններն էի կարդում, որ ասում է յուրաքանչյուր նորածին իր ամբողջական գենոմը հենց ոնց որ պետությունը ապահովում է, որպեսզի յուրաքանչյուր նորածնի ամբողջական գենոմը այդ DNT-ի տարերի հաջորդականությունն է, ընթերցվի։ Այսինքն դու ընթերցես եւ այդ ինֆորմացիան դու ունենաս։ Պետք է նշեմ, որ այն հիվանդությունները, որ մենք կզարգացնենք, ունեն սովորաբար երկու բաղադրիչ։ Մեկը գենետիկականն է, մյուսը միջավայրը։ Այսինքն այն թե մենք ինչ կուտենք, ինչ կմտածենք, ինչքան ստրես կունենանք կյանքի ընթացքում եւ այլն, բոլորը նպաստում են նրան, որպեսզի ինչ որ հիվանդություն կամ զարգանա կամ չզարգանա։ Բայց բնականաբար ինչ որ մարդիկ ունեն ավելի շատ նախահակվածություն այս կամ այն հիվանդությունը զարգացնելու։ Կան հիվանդություններ, որոնք բացառապես գենետիկական են եւ չես կարող խուսափել, եթե կանխարգելիչ ինչ որ բաներ չանես։ Կան հիվանդություններ, որոնք որտեղ ավելի մեծ է միջավայրի այդ բաղադրիչը, ինքն տարբեր են լինում։ Եվ օրինակ դու կարող ես ունենալ նախահակվածություն քաղցկեղ զարգացնելու, հա, կարող ես ունենալ նախահակվածություն ինչ որ իմունային հիվանդություններ ունենալու, ու հիմա բավականին մեծ թվով ու այդ թիվը քանի գնում աճում է հիվանդություններ կարողանում են կանխարգելել, երբ օրինակ նորածինների գենետիկան կարողանում են կարդալ, գենոմը ընթերցել եւ հասկանալ, որ այստեղ կա X կամ Y հիվանդությունների ռիսկ, եւ երբ շուտ են դա իմանում, բավականին մեծ թվով հիվանդություններ արդեն կարողանում են նույնիսկ կանխարգելել։ Քանի որ նաև ոլորտում շատ են միֆերն ու իրականությունները, շատ հաճախ մեր պատկերացումները բացարձակ այլ են գեների, փոխանցվող, այդ ժառանգաբար փոխանցվող ինտելեկտի, հիվանդությունների եւ այլ տարբեր բաների մասին, որոնց մոտ գեներով եկել է։ Ինչպիսի միֆերի եք շատ հաճախ բախվում, երբ խոսում եք գեների, DNT-ի եւ RNT-ի մասին։ Միֆերից երևի այդքան շատ տեղյակ չեմ։ Հիմնականում խոսում են ազգային գենոմների մասին, հայու գեն բառը շատ է։ Եթերից առաջ խոսում էինք հայկական գենի մասին, նշելով, որ դե մեր հայկական գենը այլ է, տարբերվում է սովորական այլազգի մարդկանց գեներից, մարդու գենից։ Մարդու գենից։ Հա, իրականում այդ հարցը շատ է քննարկվում, ու այստեղ երևի պետքա որպեսզի այս միֆը ցրենք, ասեմ, որ չկա ինչ-որ գեն, որը ինչ-որ ազգ ունի, մյուսը չունի, հա, մենք բոլորս, բոլոր մարդիկ 99.9%-ով մեր գենետիկական ինֆորմացիայի նման ենք իրար, տարբերությունները ուղղակի ինչ-որ տառերի մեջ են, այսինքն այն գեների հավաքածուն, որոնք կոդավորում են այս պրոտեինները, որ մենք ունենք, բոլորին էս նույնն է, ամեն մի գենը ես էլ ունեմ, դուք էլ ունեք։ Մենք ծնողների դեպքում է, չէ՞, 0.5%-ով ավելի նման, երբ երեխաներն ու ծնողները արյունակիցներ են այս դեպքում։ Հա, բնականաբար, հա, բարեկամները ավելի նման են իրար լինում։ Ուղղակի տարբերությունն է, որ միևնույն գենի մեջ կարող են լինել ինչ-որ տառեր, որ տարբերվում են։ Կամ ինչ-որ փոքր հատվածներ կամ տառերի ինչ-որ քանակ, որ տարբերվում է մեկը մյուսից։ Այդ չի նշանակում, որ մեկը ունի ուրիշ գեն, հա, մենք ունենք նույն գենը ու համարյա նույն սպիտակուցն է սինթեզվում, պարզապես մի քիչ օրինակ կարող է մեկը ավելի ակտիվ լինի, մյուսը ավելի пассив, ու դրանով պայմանավորված լինեն այն տարբերությունները, որ երևում են, հա, ակնհայտորեն։ Եվ վիզուալ, եւ հա, այդ տարբերություններին երբեմն ասում են մուտացիաներ,
Եթե իրանք քիչ են հանդիպում, իսկ եթե շատ են հանդիպում, ուրիշ բառ են օգտագործում, բարդ բառը չեմ ասի։ Շատ լավ։ Խոսելով նաև մուտացիաների մասին, օրինակ տարբեր գեներ, նշում են նաև գիտնականները, թե կենդանատեսակներ, բուսատեսակներ, այդ գենը վերացել է, որովհետև ենթարկվել է մուտացիաների, այլ ձևակերպում է ստացել, այլ տեսք է ստացել եւ անհնար է վերականգնել։ Բայց երբ խոսում ենք մարդկային գենի մուտացիայի մասին, արդյոք կարող ենք ասել, որ այս նորագույն տեխնոլոգիաների զարգացումը տալիս է հնարավորություն աշխատել գեների հետ, պահպանել գեները, կամ ընդհակառակը բերել ու առաջացրել է տարատեսակ խնդիրներ եւ փոփոխություններ մարդու գենի մեջ։ Նայեք, գեների վերացման մասին երևի այդքան չի, ինչքան են, որ եթե կան մուտացիաներ, որոնք բերում են ինչ-որ հիվանդությունների, հատկապես եթե խոսքը վերաբերվում է հենց մոնոգեն հիվանդությունների մասին, որտեղ գենետիկական բաղադրիչը գրեթե միանշանակ թելադրում է, որ հիվանդությունը կզարգանա, այդ դեպքում հնարավոր է փոփոխել։ Այսինքն, եթե մի տառի տարբերությունը կարող է բերել նրան, որ մարդը հիվանդություն է զարգացնում, մենք կարող ենք հիմա այդ տառը փոխել։ Հա, դա գենետիկական ճարտարագիտության մաս է, հա, gene editing են ասում, երբ դու վերցնում ես եւ գենի ինչ որ հատված փոխում ես։ Հա, կառույցը փոխում ես ու հիմա զարգացել է նաեւ, որ կարողանում են ընդհուպ մինչեւ մի տառ պարզապես փոխել։ Եվ հենց այս գենետիկական ճարտարագիտությունը ինքը գնալով զարգանում է ու ոչ միայն հիվանդությունների կանխարգելման, այլև կենսատեխնոլոգիաների, սննդի արտադրության, հա, նոր տիպի ինչ-որ բուսատեսակների, որոնք կայուն են, նոր, չգիտեմ, չոր միջավայրում ապրելուն կամ ուշ են փչանում եւ այլն եւ այլն։ Այսինքն գենետիկան թույլ է տալիս, որպեսզի մենք շատ հստակ բանով կոնտրոլով կարողանանք փոփոխել ու հասնել այն փոփոխություններին, որոնք մենք ուզում ենք ստանանք, ու իհարկե սաղմնային շրջանում գենետիկական փոփոխություններ անելը ինքը արդեն ինչ-որ բարոյական, հա, սոցիալական ինչ-որ դիսկուսիաների առիթ է դառնում, բայց ես հավատում եմ, որ վաղը մյուս օր միևնույն է, եթե ոչ մի ուրիշ կողմնակի էֆեկտ չի լինում, շատ ու շատ հիվանդություններ այս ճանապարհով կկանխարգելվեն հենց սաղմնային փուլից սկսած։ Իսկ երբ, քանի որ այդ փորձառությունը դեռ մենք կարելի ասել չունենք եւ պետք է նախապատրաստվել եկող իրականությանը, մարդիկ ինչպես կարող են իմանալ հիմա, ինչպիսի հետազոտություն կարող են անցնել եւ արդյոք միայն բժշկի ցուցումով կարելի է գնալ այդ հետազոտությանը, թե պարզապես մի օր կարելի է որոշել հետազոտել մեր գենը եւ գնալ անցնել։ Հանգիստ կարելի է, բազմաթիվ բաներ, ծառայություններ կան, այդ թվում արդեն Հայաստանում, որ հնարավոր է ուղղակի գնալ, տեսնել ինչ հիվանդությունների զարգացման ռիսկ ունես, եթե իհարկե խիզախ ես, որովհետև երբեմն չես ուզում իմանալ, հա, բայց երբեմն իմանալը օգուտ է տալիս, կախված նրանից, թե ինչ է, հա, հնարավոր է այս պահին կանխարգելել, թե չէ։ Ամեն դեպքում կամայական մարդ առանց բժշկի ցուցումի կարող է գնալ, հա։ Հիանալի։ Շնորհակալ եմ անչափ։ Իհարկե թեման շատ բազմաճյուղ է եւ շատ ավելի խորը։ Մենք փորձեցինք տեղավորվել այս ժամանակի մեջ եւ մեր հեռուստադիտողին հնարավորինս պատկերավոր կերպով պատմել, թե ինչպիսին է մեր գենը, ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ առաջիկայում, սպասվող իրականության ժամանակ։ Շնորհակալ եմ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պետք է միշտ հետազոտվել, հետևել առողջությանը, պահպանել առողջությունը եւ իհարկե լսել որակյալ երաժշտություն։ Ու երաժշտություն լսելով էլ շարժվում ենք առաջ։